Հիշում եք տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, եկել է սպանելու պոզով պոչով այդ վախենալու մոնստրին, այդ կենդանուն։ Ինչ արեց ժամանակի ընթացքում։ Ընկերացավ պոզով պոչով այդ կենդանու հետ, բարեկամացավ, իր մշտական ընկերը դարձրեց եւ որևէ քննարկում իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարի մասով ընդհանրապես չկա։ Հիմա եկեք փաստերով հասկանանք, թե ինչպես է այս իշխանությունը ոտից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ։ Օրինակ, Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր հարազատ քեռուց միայն 2023 թվականին 280 միլիոն դրամանոց տենդեր է վերցրել, այսպես ասենք, հա։ Իսկ 2018-ից 24 թվականների ընթացքում, այսինքն այս իշխանությունների կառավարման ժամանակահատվածում 206 միլիոն դրամի տենդեր շահել է Գարիկ Սարգսյանի քեռին։ Ո՞վ շահեր, եթե Գարիկ Սարգսյանի քեռին չշահեր։ Մեզանում տարածված այսպիսի խոսույթ կա, չէ՞, քանի քեռին կա, հա, իր քրոջ որդի մի շոկոլադ պիտի ուտի։ Հիմա քանի Գարիկ Սարգսյանը կա, նրա քեռին միշտ տենդեր պիտի շահի, ու ուրիշը չէր շահելու։ Հաջորդը Դիլիջանի համայնքապետի հարցը։ Դիլիջանի համայնքապետը, սեփական եղբորը, շուկայականից գալի էժան եւ արագացված հրատապ կերպով տարածք է տալիս։ Ու դրանից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ասում է, որ պետք է վճարի, ընդամենը ինչքան է վճարում, 300,000 դրամի տուգանք է վճարում եւ դրանով ամբողջ խնդիրն ավարտում է, այսինքն յուրաքանչյուրը կարող է հարազատ եղբորը, հարազատ քեռուն, հարազատ բարեկամին էժան գնով տարածքներ տա եւ հետո 300,000 դրամ վճարի ու հարցը փակվի ընդհանրապես։ Հաջորդը Արմեն Փամբուխչյան, Երևանի փոխքաղաքապետ։ Նրա հայրը, թոշակառու հայրը, ձեռք է բերում 40 հեկտար հող ինտենսիվ այգի կառուցելու համար։ Եվ այդ հողից եւ նաեւ վարկ է ձեռք բերում 1.5 միլիարդ դրամի։ Ես ուզում եմ այստեղ շատ հանգիստ մեր հայրենակիցները լսելով հասկանան։ Թոշակառու մարդը դիմում է, նրան 1.5 միլիարդ դրամի վարկ են տրամադրում։ Սիրելի հայրենակից, որ դու գնաս բանկ, ասես 1.5 միլիարդ չէ, 1.5 միլիոնի վարկ եմ ուզում։ Քեզ այդպես հեշտ վարկ կտան։ Իհարկե չեն տա, որովհետև դու Արմեն Փամբուխչյանի հայրը չես։ Ավելին, դրանից հետո կառավարությունն էլ 102.5 միլիոն դրամի գումար է տալիս այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար։ Այսինքն հերիք չի բանկը այդպես հեշտ ու հանգիստ վարկը տալիս է։ Մի հատ էլ կառավարությունը 102.5 միլիոն դրամ է տալիս այդ տոկոսները սուբսիդավորելու համար։ Գրեթե, այսինքն գրեթե որն է անտոկոս վարկ է ձևակերպել։ Հաջորդ նման հաջողակը Վահե Հովհաննիսյանն է։ Էլի 1 միլիոն դոլարի վարկ է ստացել, էլի անտոկոս։ Ես ուզում եմ հասկանալ, էլի, տես քանի բախտավոր եք, քանի հաջողակ եք ԿՊ խմբակցությունում լինի, խմբակցությունից դուրս, որ կարող եք գնալ ու անտոկոս վարկ ստանալ։ Ձևերն ասեք, մենք էլ իմանանք։ Կամ հայրենակիցներին ասեք, թող իմանան անտոկոս վարկ ստանալու ձևը որն է, գնան ու ստանան։ Հաջորդը Տիգրան Ավինյան։ Տիգրան Ավինյանը գիտեք, որ Irrigate կոչվող կազմակերպություն ուներ, դեռևս տասականներից ձևավորված։ Սովորական կազմակերպություն, ինչպես բազմաթիվ կազմակերպություններից մեկը։ Մեկ էլ վերջինիս հաջողությունը բացում է իհարկե 2018 թվականին եւ տասնյակ անգամներով ավելի մեծ շրջանառություններ են լինում, ավելի մեծ եկամուտներ են ստանում։ Հիմա պետք է հասկանալ, այստեղ կոռուպցիայի հանձնաժողովը ինչ որ անելիք ունի, չունի։ Մինչև հիմա տեսել ենք, որ հանգիստ աչք են փակում, որևէ բանի տեղեր չեն դնում։ Նույնը ես անհոգնել կրկնելու եմ անիվ հիմնադրամի մասին։ Բազմաթիվ անգամ հնչեցրել եմ, այստեղից որևէ մեկը չի արձագանքել, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Քանի անգամ եմ հարցել 10 միլիարդ դրամը, ձեր որ գրպանից էր ձեր դուրս եկել, որ այդպես հանգիստ ասում եք, դե լավ, 10 միլիարդը չկա, դե ոչինչ որ չկա, չէ, ոչինչ չի։ Դա մեր հարկատուների ձևավորված գումարներն են, եկեք ու պատասխան տվեք։ Տասնյակ մարդիկ ամեն ամիս ստացել են $10,000, $15,000 աշխատավարձ, պարգևավճար, գործուղումներ։ Ովքեր են այդ մարդիկ։ Ինչու իրենք պետք է վատնեին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հերոս քաղաքացու վճարած գումարները։ Ինչու։
Իմջալոց այդ նույն անիվ հիմնադրամում, ուրեմն անիվ հիմնադրամը մի շենքում էր, որը անվտանգային համակարգ ուներ, բայց դա հերիք չէր անիվ հիմնադրամին, ինքը սեփական անվտանգային համակարգն է ձևավորել և ումով ոստիկանական համակարգի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ առնչություն ունեցող մարդկանցով, բայց այդ մարդիկ էլ անվտանգության հետ որևէ առնչություն չունեին։ Ու այդ մարդիկ անվտանգության համակարգում աշխատել են, այսպես կոչված, շատ բարձր աշխատավարձեր են ստացել ու նորից որևէ բացահայտում չկա, որևէ մեկնաբանություն չկա։ Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ նախարարներ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ կառավարությունից դուրս գալուց հետո միայն պարզվել է, որ իրանք սարսափելի կոռումպացված դեմքեր են։ Ձեզանից յուրաքանչյուրը դուրս գալուց հետո պարզվելու է, որ դուք սարսափելի կոռուպցիոներներ եք։ Հիմա դեռ չի բացահայտվում, դուրս գալուց հետո կբացահայտվի։ Ինչպես օրինակ Վահան Քերոբյանը, մարդը աշխատում էր, ծառայում էր այս իշխանություններին, բայց X փուլում դա այլևս պետք չէր այդ ծառայությունները, մարդը դարձավ հայտնի կոռուպցիոներ, դուրս եկավ, թե բայց գործը ինչ հետևանք ունեցավ, որևէ մեկս չգիտենք։ Ռոբերտ Խաչատրյան, նախարար ունեինք այդպես, 2022 թվականին 10 միլիարդ դրամ պետական աջակցություն է տրամադրել կազմակերպություններին, որոնք կամ սնանկացած էին, կամ սնանկանցված ճանապարհին էին, կամ ուղղակի փակվել էին արդեն։ Մարդը հիմա հանգիստ գնացել է նախագահի աշխատակազմում, եթե չեմ սխալվում, օգնականի պաշտոնն է զբաղեցնում, վայելում է հանգիստ։ Մեկը հարց տալիս է այդ մարդուն, լսեք, այսքան գումար եք տվել, ինչի համար այդ գումարը տրվել։ Ողջամիտ պատասխան կա, չկա իհարկե այդ պատասխանը։ Հաջորդը, նույն ինքը Վահագն Խաչատրյանն իհարկե մեզանում ինքը հայտնի է որպես ավելի դաշնակահար կամ ամենաթանկարժեք տուրիստը մեր երկրի։ Բայց այս մարդու կառավարման օրոք, որպես նախարար, մի պրոյեկտ է սկսվել, հայտնի Արբանյակի պրոյեկտը, 8 միլիոն դոլար է նստել մեզ վրա։ Հիմա քրեական գործ կա, Վահագն Խաչատրյան, այսօր էլ եք հանգիստ նվագելու։ Հաջորդը, Անդրանիկ Փիլոյան, ազգային հերոս, խայտարակ մի գործով, հայտնի այսպես բաքսի գործով, մարդը կոռուպցիոներ դուրս եկավ աշխատանքից։ Գնել Սանոսյան, վերջի SMS-ների զոհերից մեկը, մեկնաբանություն չեղավ, վերջ ես մարդ ինչու է ազատվում աշխատանքից։ Եթե մի մասին ասում էին իրավապահ համակարգից դժգոհություն ունենք, նրանք պետք է դուրս գան, գնել Սանոսյանի ինչու եք հանել։ Իսկ կարող է դա փոխկապակցված է նրա հետ, որ ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի հայրը Իսմային ձերբակալված է, կալանավորված է։ Կարող է ես չգիտեմ, հարց եմ բարձրաձայնում, դուք այդ հարցը տվել եք, պատասխան ունեք, կամ այս պահին պաշտպանության նախարարության պաշտոնյաներ են կալանքի տակ գտնվում։ Հրապարակային դրա մասին չի խոսվում։ Այդ նույն SMS-ների օրը տարբեր պաշտոնյաներ, հատկապես ովքեր առնչություն ունեն կապիտալ շինարարության հետ, այս պահին գտնվում են կալանքի տակ։ Իսկ ինչու ինֆորմացիա չկա դրա մասին։ Կարող է խնդիրը միայն այդ մարդիկ չեն, այլ նաև իրանցից վերև կա շղթա։ Այդ հարցերը տվել եք, պատասխաններ ունեք։ Սիրելի հայրենակիցներ, ասում էին պետական բյուջեն ձեր բյուջեն է։ Հայրենակիցներ ջան, ձեր բյուջեն չի։ Իրենց սեփական բյուջեն է, իրենց կյանքը լավարկելու բյուջեն է։ Պատավատներով ման գալու, ոյաժներով, աննպատակ ոյաժներով իրենց կյանքը վայելելու բյուջեն է։ Եվ այդ բարեկեցության մասին, որ խոսում են, ամենևին էլ ձեր բարեկեցության մասին չեն խոսում, միայն ու միայն սեփական բարեկեցության մասին են խոսում։